Առավել հասանելի եւ որակյալ բուժծառայությունները վերջին տարիներին զգալիորեն կրճատել են մանկական հիվանդացության եւ մահացության վիճակագրությունը։ Միևնույն ժամանակ այլ տարբեր պատճառներով դիտվում է պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաների թվի աճ։ Նման խնդիրներով երեխաների բուժօգնության եւ խնամքի հարցում ծնողին նեցուկ լինելու համար Առողջապահության նախարարությունը ներդրել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության փորձարարական ծրագիրը։ Երեխաները առանձնահատուկ են։ Երեխաները ի տարբերություն մեծահասակների շատ ավելի ծանր են դառնում իրենց առօրյայից կտրվելը, դպրոցներից, ընտանիքից։ Հետևաբար պալիատիվ օգնությունը այո ուղղված է երեխաների բուժօգնության, ոչ միայն բուժօգնության, այլ նաև համապարփակ այլ կարիքների բավարարման ուղղված ծառայություն, որը պահանջում է առանձնահատուկ վերաբերմունք։ Ծրագիրը գործում է Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բազայի վրա։ Այստեղ են ուղղվում, ստուգվում եւ հաստատվում առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով հավաքագրված տվյալները։ Ոչ բոլոր երեխաներն են, որ կունենան բուժօգնության, պալիատիվ բուժօգնության կարիք, դրա որոշումը կայացում է կոնսիլիումային եղանակով, որում ընդգրկվում է ինչպես բուժող բժիշկը, այնպես էլ երեխայի առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկը եւ իհարկե մանկական պալիատիվ բուժօգնության ծառայության բժիշկ մասնագետը։ Այցելությունները սկսել ենք հենց հունվարի 3-ից, այցի ընթացքում նախնական պլան ենք մշակում երեխային քանի անգամ պետք է այցելել եւ ինչի վրա ուշադրություն դարձնել։ Ընթացքում զանգահարում ենք ծնողին, եթե այլ հրատապ խնդիրներ կան, որի հետ կապված անհրաժեշտ է այց կատարել, արտահերթ կարող ենք այց կատարել, ծառայություն ունի մեքենա եւ բժիշկը, բուժքույրը, եթե անհրաժեշտ է նաեւ հոգեբանը, ֆիզիոթերապևտը կարող են կցվել ծառայությանը եւ այցելությունը կազմակերպում ենք միասին։ Փորձարարական այս փուլում մանկական պալիատիվ օգնության ծրագիրը նախատեսված է Երևանի, ինչպես նաև մոտակա 4 մարզերի մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքների երեխաների համար։ Այսօրվա առաջին ուղղությունը Երևանից 11 կիլոմետր հեռավորությամբ տեղակայված Քասախ գյուղն է։ Ոնց ես լարվում ես։ Թույլ թող մի հատ չափենք։ Հազա անցավ։ Օй, սիրո շոր ես հագել։ Ցավը եւ որ սենց եմ անում։ Չէ։ Նշնչի բերանը բաց եւ։ Դիտողում ես, հա։ 10 օր առաջ բժշկուհին զանգեց, տեղեկացրեց, որ ծրագիր կա, անվճար տարբերակով այցելում են երեխաների հետազոտությունը տանն է իրականանում, համաձայնվեցի, որ կան Ռուբիկիս համար, այն կարող են էլի փոքր է տանեն, բայց Ռուբիկին հնարավոր չի դուրս տանել հիվանդանոցային պայմաններում հետազոտություններ անցկացնել։ Այցելության հաջորդ հասցեն Փարաքար համայնքում է։ Բարև Նարի ջան, ոնց ես դա կուք, լավ ես, գազիկներդ են շատ անար, քիչ վերև պտի տնենք նոր չան ոտքերդ։ Ծրագրի շահառուների մեծ մասն ունեն տեղաշարժման լուրջ դժվարություններ, իսկ հիվանդանոց տեղափոխելը նախկինում ուղեկցում էր ստրեսով ու խնդիրներով։ Իրականում շատ դժվար էր տեղափոխելը, տանել հիվանդանոց, շաբաթը մեկ անգամ, 10 օրը մեկ անգամ, անալիզ վերցնել, տանել, բերել, այդ մենք ոչինչ այդ ծանրությունը, այդ տեղաշարժը, այդ դժվարությունը մեր կողմից սա խնդիր չկա, կարող ենք անել, ուղղակի երեխու շարժողականությունը, երեխուն շատ ենք նեղում, տանջում, նստացնում ենք մեքենա, մեքենայից հետո նստացնում ենք սայլակ, սայլակից բարձրացնում ենք հիվանդանոց, դա դժվար էր, պլյուս է դրան էլ ամեն անգամ հիվանդանոց գնալ գալը երեխա մոտ ստրեսային ապրումներ էր, մի խոսքով ես կոնկրետ շատ ուրախ եմ, որ sense ծառայություն կա, որ նման հիվանդներին կարողանալու եք այցելել։ Այս ծառայությունը վճարվում է պետության կողմից, ինքը մտնում է մեր պետպատվերի շրջանակներում եւ ծնողը որևէ գումար դրա համար չի վճարում։ Վիճակը գնահատելով փորձում ենք հասկանալ երեխան ինչ սարքավորումների կարիք ունի, որը ավելի կնպաստի երեխայի լավ խնամքին եւ կյանքի որակի լավացմանը։ Եվ մեր գլոբալ հիմնական խնդիրը, որ մենք
հիմնականում փորձենք նվազեցնել, մինիմումի հասցնել երեխայի հոսպիտալացումները։ Մասնագետները նշում են, ծրագրի փորձարարական փուլի հենց սկզբից իսկ պարզ է շարժական պալիատիվ ծառայության կարիք ունեցող ընտանիքները բազմաթիվ են, իսկ իրական վիճակը լիովին պատկերացնելու համար կպահանջվի ժամանակ, աշխատանք եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցություն։